Թույլ տվեք սիրով շնորհավորել նոր տարվա Սուրբ Ծննդյան գեղեցիկ եւ ճգնաղ տոների առիթով։ Մենք ձեզ մաղթում ենք այս տարի, որ շատ առողջ լինեք, միշտ մնաք այդպես առույգ, ստեղծագործական ոգեշնչումով լի եւ մենք միշտ լինենք միասին։ Ողջունի խոսքով խոսքը փոխանցեմ մեր սիրելի տնօրեն պարոն Սոկրատ Մկրտչյանին։ Պարոն Մկրտչյան, խնդրեմ ձեզ խոսք փոխանցենք մինչ անախոսությունը։ Համեցեք։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես էլ իհարկե ողջունում եմ բոլորին, շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին, նորանոր հաջողություններ եմ մաղթում եւ հուսով եմ, որ մենք այս տարի ավելի արդյունավետ իրար հետ կաշխատենք եւ շարունակաբար իհարկե ավելի արդյունավետությունը մեր աշխատանքի կբարձրացնենք։ Բայց ես էլ եմ խնդրում, որ միացնեք բոլորդ տեսախցիկները, ովքեր հնարավորություն չունեն միացնելու կամ ուղղակի չեն ուզում միացնեն, կարող են ուղղակի չմասնակցել մեր սեմինարներին, որովհետև մենք, որ անկեղծ ասեմ, հետևյալն է մեր մոտեցումը, եթե տեսախցիկով չես հաղորդակցում մեզ հետ, ուրեմն նշանակում արհամարում ես եւ ձևական միացել ես, իսկ մենք որևէ անգամ ձեզ հետ ձևական չենք աշխատել, չենք էլ ուզում աշխատենք եւ կարող է լինեն հատուկենտ մարդիկ, ովքեր որ հնարավորություն չունեն այս պահին տեսախցիկ միացնելու, դրանք կարող են զրուցարանում գրել, որ մենք այս պահին հնարավորություն չունենք, անիջան, բայց նրանք ովքեր որ չեն գրում զրուցարանում առաջի 5 րոպեի ընթացքում թե ինչու տեսախցիկ միացված չի, ես խնդրում եմ ուղղակի իրենց անջատել։ Այլ կերպ մենք ուզում ենք նոր մշակույթ մտցնենք այս հերավար մեր սեմինարների մեջ, մեր հարաբերությունների մեջ, ուզում ենք որ իրար հարգենք։ Տեսեք, անկախ ամեն ինչից, մենք այս ամբողջ սեմինարները այսքան տարիներ աշխատում ենք, որևէ պարտավորություն, ասենք, չունենք դա անելու, բայց մենք դա անում ենք իշահ մեր երեխաների, իշահ մեր կրթության զարգացմանը, որպեսզի կարողանանք ճիշտ կրթություն տալ երեխաներին, կարողանանք երկիր կառուցել։ Այսինքն մենք հարգում ենք ձեզ, հարգում ենք ձեր աշխատանքը եւ ուզում ենք, որ ձեզ ինչքան հնարավոր է օգնենք։ Հետեւաբար պիտի լինի այս ամբողջը փոխադարձ։ Մենք գիտենք, որ դուք մեզ հարգում եք, բայց որպեսզի այս սեմինարներն էլ հարգեք, հետեւաբար պիտի միանաք անպայման, դա մեր պարտադիր պայմանն է, տեսախցիկներով, որ մենք երբ որ աշխատանք ենք կատարում, երբ որ մի բանի մասին խոսում ենք, հիմա այսօր տարբեր թեմաների շուրջ խոսելու ենք, զեկույցներ կարդալու, կարիներ ներկայացնելու ամբողջ ընթացքը, դասերի պլանավորումները եւ այլը, եւ ձեր դեմքի արտահայտությունը մեզ համար շատ կարեւոր է, տեսնենք ինչ ռեակցիա եք տալիս, որովհետեւ շատ ժամանակ ուսուցիչները ուղղակի չեն արձագանքում, չեն ուզում արձագանքեն, լավ է, վատ է եւ այլը, բայց մենք մեկը դեմքի արտահայտությունից զգում ենք, մեր աշխատանքը ճիշտ ենք տանում, թե սխալ ենք տանում։ Հետեւաբար, եթե տեսախցիկ չկա, մենք չենք կարող դա զգալ, այսինքն մեր աշխատանքը ստացվում է 5%-անոց կամ 10%-անոց աշխատանք։ Ուղղակի մենք ուզում ենք, որ այս մշակույթը անպայման մտնի, ուզում ենք, որ իրար երես տեսնենք, դեմ դիմաց նստենք սենց, իրար նայենք, նույնիսկ մի բաժակե սուրճ խմենք ընթացքում ու տեսնենք ինչ սուրճ ենք խմում։ Անգամ ուզում ենք, որ մենք ձեր սուրճի հոտը զգանք, դուք մեր սուրճի հոտը զգանք։ Սա նոր տարվա հետ կապված, շնորհավոր նոր տարին։ Հիմա մեր նոր տարվա պլանների մասին։ Մենք մի փոքր հանգիստ տվեցինք եւ մեզ եւ ձեզ, բայց հիմա նորից ինտենսիվ ձևով սկսելու ենք մեր սեմինարները։ Մենք մեզ պարտավորված ենք զգում, որ պիտի այո, բոլոր առարկաների գծով մենք անդադ ձեզ պիտի օգնենք։ Ովքեր որ օգնության կարիք զգում են, մասնակցեն, ովքեր որ չեն զգում կարող են չմասնակցել, բայց մենք պարբերաբար անելու ենք սեմինարներ եւ մի ուրիշ մշակույթ ենք ուզում մտցնենք, մենք որոշ թեմաներ ուղղակի տեսահոլովակների ձևով սարքելու ենք, մոտորապես մի 10-15 րոպեանոց հոլովակներ կլինի, դնելու ենք մեր Facebook-յան ալիքում, դուք կարող եք տարբեր օրերի ընթացքում, ձեզ հարմար ժամանակի ընթացքում նայել այդ տեսանյութերը կապված այդ թեմայի հետ, հետո արդեն հանդիպումների ժամանակ ոնց որ մեր այն ծանրաբեռնված մասը արդեն գնացած կլինի, դուք կլսեք այդ ամբողջը, հանդիպումների ժամանակ կունենաք հարցեր, զուտ կքննարկենք այդ հարցերը, որ հանդիպումները ավելի ինտերակտիվ անցնի։ Հիմա մենք այսօր 4 դասարանցիների հետ ենք հանդիպում, փաստորեն 4 դասարան երկրորդ կիսամյակ, այսօր մենք ձեզ կներկայացնենք, Կարինեն կներկայացնի Մայրենին 4 դասարանում, երկրորդ կիսամյակում ինչ ենք անելու, ինչպես ենք անելու։ Մի քանի օրից ես կներկայացնեմ մաթեմատիկան 4 դասարանում երկրորդ կիսամյակում, դասագրքի մասին կխոսենք, հետո պարբերաբար կսկսենք խոսել նաև բարդ խնդիրների մասին, բայց տեսեք այդ բարդ խնդիրների բանը արդեն կգնա տեսահոլովակների ձևով։ Դուք կնայեք, լուծումները կմեկնաբանվի, հետո հարցեր կունենաք, արդեն հանդիպումների ժամանակ կքննարկենք հարցերը, որպեսզի ամեն ինչ ավելի արդյունավետ լինի։
Ես ուղղակի շատ չերկարացնելու համար մի հայտարարություն եմ ուզում անեմ, որ բոլորս իմանանք, հատկապես որ դուք 4 դասարանցիներ եք եւ էկոտարի գնալու եք առաջի դասարան, մենք հիմա շատ ինտենսիվ ձևով աշխատում ենք, շատ ինտենսիվ աշխատում ենք այբենարանի վրա, նոր այբենարանի վրա ենք, ոչ թե նոր, այլ այբենարանների լավացման վրա ենք աշխատում։ Մենք գրեթե հանրապետության բոլոր դասատուներից ստացել ենք արձագանքերը հավաքագրել ենք եւ այդ արձագանքների հիման վրա հիմա շուտով կավարտենք լավարկման աշխատանքները։ Մինչև փետրվարի 10-ը մենք կավարտենք, կներկայացնենք նախարարությանը այդ նոր լավարկված այբենարանը, բայց փետրվարի 10-ից հետո երևի մի շաբաթ կամ 10 օր ձեր ժամանակ կտանք, հատկապես 4 դասարանցիներ, որ եկող տարի գնալու եք առաջի դասարան, որ դուք անպայման մենք Facebook-յան մեր էջերում էլ կդնենք, կրթության նախարարության էջում էլ կդնենք, ԴՇ-ի էջում էլ կդնենք, որ դուք մտնեք, նայեք եւ այդ 10 օրվա ընթացքում, եթե ունեք դիտարկումներ, անպայման դիտարկումներ ներկայացնեք, որ ինչքան հնարավոր է մենք փորձենք դեպի այս պահին հնարավորինս լավ դասագիրք սարքենք, որ եկող տարի հանգիստ դուք կարողանաք առաջի դասարան օգտագործել։ Մի խոսքով մենք այդ աշխատանքները ուրեմն փետրվարի 10-ին կավարտենք եւ կդնենք քննարկման։ Մի 10 օր հնարավորություն կտանք ձեզ քննարկելու։ Այսքան, մեր հիմա ես այտենց ասելու էլ բան չունեմ, Անի ջան, ուղղակի մենք հեսա առաջկայում էլ շաբաթվա ընթացքում կհանդիպենք մաթեմատիկայի հետ կապված եւ ավելի մանրամասն կխոսենք։ Շնորհակալություն այդ մասնակցության համար, շնորհակալություն փոխանցման համար, ու հիմա արդեն ես հիանում եմ, որ էկրանին նայում եմ, որովհետեւ բոլորիդ տեսնում եմ։ Համասենց իրար ճանաչում ենք, այմար, դուք հիմա մեզ դեմքով բոլորից գիտեք, մենք հնարավորություն չեք տալիս, որ ձեզ տեսնենք, որ միտեղ տեսնելուց իմանանք, որ մեր ուսուցիչներն են, ոչ թե պատահական մարդիկ են։ Շատ բան Մկրտչյան, Սիրելի ներկաներ, մեկնարկը արդեն տանք մեր բուն բանախոսության, ինչպես պարոն Մկրտչյանը նշեց, այսօրվա մասնագիրքն է եւ երկրորդ կիսամյակին ընթരാճ համահեղինակներից Տիկին Կարինե Չիբուխչյան այսօր հանդես կգա իր բանախոսությամբ։ Տիկին Չիբուխչյան, խնդրեմ ձեր ողջույնի խոսքը եւ ես էկրանը կիսեմ, որպեսզի ցույց տանք սայկաշար եւ սկսենք։ Համեցեք։ Լավ, շնորհակալ եմ։ Ողջույն, սիրելի ուսուցիչներ, եւ շնորհակալ այս հանդիպմանը ձեր մասնակցության համար։ Որպես գործընկեր ես շատ լավ հասկանում եմ այն դժվարությունները, որոնց միջով անցնում ենք մենք ամեն օր, փորձելով կրթել ու ոգեշնչել։ Այսօրվա մեր հանդիպումը, անկեղծ ասած, ես չեմ ուզում անվանել դասախոսություն կամ բանախոսություն, սա ավելի շուտ ընկերական, մասնագիտական զրույց է այն մասին, թե ինչպես կարող ենք մեր կյանքը մի փոքր հեշտացնել, իսկ դասն ավելի տեսանելի դարձնել թե մեզ, թե երեխաների համար։ Հուսով եմ այս հանդիպումը ձեզ համար կլինի ոչ թե հերթական վեբինար, այլ օգտակար կանգառ ձեր մասնագիտական ճանապարհին։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր մասնակցության համար։ Մեր հանդիպման թեման է վերջնարդյունքների վրա հիմնված դասավանդում կկարողանան բաժնի կիրառման գործնական առաջարկներ։ Կուզեմ ներկայացնել նաև օրակարգը, այսինքն հանդիպման բուն բովանդակությունը եւ նպատակները։ Ուրեմն բովանդակությունը բաղկացած է 3 մասից. թեմայի ուսուցումը վերջնարդյունքների ներկայացումից սկսելու կարևորության մասին կխոսեմ առաջին մասում, թե ինչու է կարևոր, կներկայացնեմ, թե ինչու է կարևոր, որ վերջնարդյունքների ներկայացումից սկսենք թեմայի ուսուցումը, կներկայացնեմ ինտերակտիվ գործնական մեթոդներ, որոնք հնարավորություն կտան վերջնարդյունքների շուրջ բազմաբնույթ աշխատանքներ կազմակերպելու համար եւ նաեւ կներկայացնեմ, թե ինչպես հետո արդեն ամփոփման փուլում թեմայի վերջում ավարտին վերջնարդյունքներին կարող ենք անդրադառնալ, ինչ եղանակներ կան վերջնարդյունքներին անդրադառնալու եւ ինչպես կարող ենք ձևավորել ինքնավերլուծության մշակույթ։ Եվ այսպես սկսենք երևի առաջին մասից, ինչու է կարևոր թեմայի ուսուցումը սկսել վերջնարդյունքների ներկայացումից։ Եթե արդեն բոլորդ գիտեք, ոչ թե եթե գիտեք, արդեն վստահ եմ, որ գիտեք, մայրենի դասագրքերը բաղկացած են 6 թեմատիկ խմբերից, ով ենք մենք, ինչպես ենք մենք ինքնարտահայտվում, ինչպես ենք մենք ինքնակազմակերպվում, որտեղ ենք մենք ժամանակի եւ տարածության մեջ, ինչպես է աշխատում աշխարհը եւ ինչպես ենք մենք ապրում միասին այս մոլորակում։
Արդեն մենք 3 թեմատիկ խումբ անցել ենք առաջին կիսամյակում եւ հիմա երկրորդ կիսամյակում սկսել ենք 4-րդ խմբից թեմատիկ խմբի վերնագիրն է ինչպես ենք մենք ինքնարտահայտվում, իսկ ենթավերնագիրը տեսնել անտեսանելի։ Եվ արդեն գիտեք, որ ցանկացած թեմատիկ խումբ սկսվում է մի այսպիսի բաժնից, որտեղ ներկայացվում են թե թեմայի ավարտին սովորողները ինչ կկարողանան, այս բաժինը անվանում են կկարողանան բաժին, հա։ Օրինակ, տվյալ դեպքում 4-րդ թեմայի ավարտին սովորողները կկարողանան կարդալ գրվածքը, մեկնաբանել կարևոր մտքերը, բնութագրել գրվածքի հերոսների, նրանց հույզերը եւ այլն։ Ուրեմն խոսքս գնալու է հենց այս բաժնի ներկայացման վրա, այս բաժնի կարևորության վրա, որպեսզի այն չանտեսենք, ուղղակի չթերթենք այս բաժինը անցնենք կամ սոսկ չկարդանք, երեխաները սոսկ կարդացող չլինեն, կարդան ուղղակի մեխանիկորեն եւ սկսեն թեմայի ուսումնասիրումը, իսկ վերջում անպայման նորից թե ինչպես, ինչ մեթոդներով կարող ենք անդրադառնալ այս վերջնարդյունքների իրականացմանը, տեսնելով թե արդյոք հասել ենք վերջնարդյունքներին, թե ոչ։ Զուտ գործնական առաջարկներ եմ ներկայացնելու։ Կարինե ջան, եթե ես մի վարքյանով ընդհատեմ, իսկ եթե մենք այս առանձին դասանյութ դարձնենք, ավելի ճիշտ չի լինի, ասենք մի ժամ հատկացնենք դրան, ինչ ենք անցնելու եւ ինչ ենք կարողանալու։ Այո, պարոն Մկրտչյան, հենց խոսքս դրա մասին է։ Հատկացնենք դրան։ Ինքը կամ դասաժամի որևէ փուլ պետք է լինի շատ կարևոր փուլ, խաղարկային փուլ, կամ պետք է լինի նույնիսկ մեկ ամբողջ դասաժամ, որովհետև սա շատ կարևոր մեր մեթոդական ձեռնարկի մեջ ինքը որպես առանձին դասաժամ նախատեսած է։ Թեմայի մուտքը, էլի կարող եք թեմայի մուտք եք վերցնում։ Ես օրինակ որպես թեմայի մուտք դասաժամ է, նա առանձին դասաժամ։ Այո, մեկ ժամ տալիս ենք, հատկացնում ենք։ Մի հատ հայտարարիչ թեստ եմ արել, մի հատ էլ թեմայի մուտք սրանով եմ սկսում։ Ես ինչ եմ խնդրում, եթե ասենք դասապլանը մշակված չունենք, այդ դասը ոնց կարող ենք անցկացնել։ Պլանի մեջ չկա։ Առանձին ավելի խորը ձևով դասապլան կազմել եւ դնել մեր Facebook-յան էջում։ Այո, ես նույնիսկ ամենակարևորն է, մինչեւ աշակերտը չիմանա ինչ է սովորելու եւ ինչ է կարողանալու անի, դա դառնում է արդեն ոչ մտածական գործունեություն, էլի։ Պարոն Մկրտչյան, համաձայն եմ եւ ես մի առաջարկել եւս ունեմ, ես ունեմ փաթեթ այս բոլոր հնարների, բացի դասապլանից, հա, կարող եմ ներկայացնել Անին, ովքեր որ գրանցվել են, չգիտեմ, էլեկտրոնային հասցեով ուղարկել մեր ուսուցիչներին, որպեսզի մի անգամ իրենց հասցեներին, այո, իրենք ունենան, ուղարկենք հասցեներին, այդ հատկապես գերազանց է, հրաշալի է, որ փաթեթը ունենք եւ ամբողջ փաթեթը կարող ենք ուղարկել։ Շնորհակալություն։ Լավ, ուրեմն եւ ինչպես բոլոր դասերը մենք ինչպես ասացի սկսում ենք վերջնարդյունքների ներկայացումից, եկեք այսօրվա մեր այս հանդիպումն սկսենք վերջնարդյունքների ներկայացումից, ինչպես կարծես թե դասաժամ ենք պարապում, հա, այդպես։ Տեսեք, վերջնարդյունքների ճանապարհային քարտեզն եմ ներկայացնում, այսինքն սկիզբը սկսելու ենք բացատրել վերջնարդյունքների կարևորությունը, այսինքն այս հանդիպման վերջում դուք պետք է կարողանաք բացատրել վերջնարդյունքների կարևորությունը։ Պետք է կարողանաք տարբերակել դրանց դերը որպես ճանապարհային քարտեզ, կարողանանք կիրառել առնվազն 3 ինտերակտիվ մեթոդ, իմ տված մեթոդներից առնվազն 3 ինտերակտիվ մեթոդ եւ կազմակերպել ինքնավերլուծության փուլ։ Ես պետք է խնդրեմ, երևից այս մի 30 վայրկյան ժամանակ տրամադրենք, վերցրեք գրիչները կամ կարող եք մեր նամականիում, հա, գրել, թե այս 4 կետերից ո՞րն եք համարում ամենահետաքրքիրը, ո՞րն եք համարում դժվար հասանելի, ո՞րն եք համարում ամենակարևորը։ Կարող ենք համարակալել 1, 2, 3, 4, դուք ուղղակի որևէ թիվ նշեք նամականիում։ Կամ ձեզ մոտ ձեր թղթերի վրա, որովհետև մենք վերջում անդրադառնալու ենք վերջնարդյունքներին։ Այս Շատ լավ, շատ շնորհակալություն Տիկին Չիբուխյան, սիրելի ներկաներ, կխնդրենք ակտիվորեն կիրառել մեր զրուցարանը եւ ձեր կարծիքը այնտեղ գրել առաջիկա 30 վայրկյանի ընթացքում։ Տեսնենք պատասխանները 3, 3, 3, 4, մի քանի վայրկյան սպասենք, գուցե կապի խնդիր է, մեր գործընկերները քիչ դժվարություն ունեն, ահա, պատասխանները արդեն 4-ը կարծես թե 3 կետ ունենք, չէ՞, ամենահետաքրքիր, դժվար հասանելի, կարևոր
Ամենակարևորը բացատրել վրցան։ Լավ, հիմա կխնդրենք Ակնեն Տիկին Չիբուխյան, որ դուք ձեզ ինչպես հարմար է Անպայման անդրադառնանք սրան, բայց ես ուղղակի դասը ուզում եմ հանդիպումն ուզում եմ վարել այնպես, իբր ես ուսուցիչ, հա, թե ինչպես պետք է սկսել դասը, ինչպես վերջնարդյունքների քարտեզը ներկայացնել, հետո անդրադառնալ նաև այս 3 տարբերակներին, որն է հետաքրքիր, որն է դժվար հասանելի եւ որն է ամենակարևորը։ Եվ միջ առաջ անցնելը հաջորդ սահիկի ցուցադրումը ես խնդրում եմ մի պահ պատկերացրեք, որ դուք նստել եք ավտոբուս, բայց վարորդը չի ասում ուր է գնում։ Ուղևորներն էլ չգիտեն, դուք էլ եք ուղևոր եւ որպես ուղևոր դուք էլ չգիտեք, որտեղ եք կանգնելու, որտեղ են իջնելու, որն է լինելու վերջին կանգառը, ոմանք ուզում են իջնել առաջին կանգառում, մյուսները հենց երկրորդ կանգառում իջնում ու սկսում են նայել շուրջ բոլորը ու էլ այլևս չեն նստում ավտոբուս։ Օրինակ, ինչ եք նմանեցնում այս ճամփորդությունը։ Ինչի է նմանեցվում այս ճամփորդությունը։ Եվ չգիտենք ուր են գնում, ոչ ուղևորը գիտի, ոչ էլ ավտոբուսի վարորդը գիտի, ոչ մի բան չի ասում, ուղղակի վարում է ավտոբուսը, մենք էլ նստել ենք ավտոբուս։ Ինչ հույզեր կունենանք, ինչ կզգանք։ Ալիա ջան, հիմա դու ավտոբուսի վարորդն ես, ուր ես տանում ես։ Չեմ, չգիտեմ, ինձ թե չգիտեմ անկեղծ կիջնենք, եթե չես ասում։ Ինձ թե լավ չեմ պատկերացնում, չգիտեմ, ուղղակի ուղևորներ կան, ես վարում եմ ավտոբուսը։ Անհանգստություն կունենանք, թե ուր ենք եւ անորոշություն։ Անորոշություն, անհանգստություն, անհայտություն, վախ, ահա։ Տարբերակները որոնք են։ Ինչ որ արկածային մի բան, ահա, ինչ արկածային դրանից դրդված նստում ենք ավտոբուս, չգիտենք ուր ենք գնում, բայց գիտենք, որ դժվար ճանապարհը հաղթահարելուց հետո անակնկալներ են մեզ սպասվում։ Այդ անակնկալները ապահովության զգացում ստեղծում են, Անահիտ։ Հաջան։ Կասկած կա սրտում, թե ինչ անակնկալներ են։ Քանի որ մենք շատ հետաքրքրված ենք ու գիտենք, որ կարևոր ճանապարհ է մեզ սպասվում, այդ անակնկալներն էլ բնականաբար արդեն տրամադրված ենք, որ հասնելու ենք մեր նպատակի մեր վերջնարդյունքները, այն ինչ որ ունենք վերջնարդյունք, բավարարված ենք լինելու կանգառի վերջում։ Լավ, Անահիտի կարծիքն է դա, մյուսները գրել են անորոշություն, անհանգստություն, վախ, տագնապ եւ այլն։ Լավ։ Իսկ հիմա Դեռ չփոխացել, խոսքը փոխացեք Տիկին Անտոնյան ջան, ձեր Շնորհակալություն։ Ճիշտն ասած, հարցից անմիջապես հետո իմ մեջ միտք ծագեց, որ սա կարծես ժամանակի հետագից լինի, որտեղից պիտի սկսենք, որտեղ պիտի կանգնենք եւ դեպի ուր պիտի գնանք մեր կյանքի նման։ Մենք էլ չգիտենք, չէ, դեռ վերջը ոնց է լինելու, բայց փորձում ենք դա կառուցել, որ այդ վերջը լինի լավ հանգրվանի նման, այսինքն որոշակի ձեռքբերումներ ունենանք։ Ինձ համար այդ քարտեզը կարծես նմանվեց ժամանակի հետագծին։ Եվ բնականաբար կար հուզմունք եւ անհանգստություն։ Իսկ հիմա եկեք պատկերացնենք այլ տարբերակ։ Վարորդը հենց նստում ենք ավտոբուս, վարորդը հենց սկզբում հայտարարում է. մեր ճանապարհորդության մեկնարկը սկսում ենք Երևանից, անցնելու ենք Գյումրիով ու Վանաձորով, կանգառներ ենք ունենալու Գյումրիում եւ Վանաձորում, իսկ վերջնակետը Տավուշն է։ Հիմա ինչ եք զգում որպես ուղևոր։ Քչացավ անհանգստությունը։ Իհարկե։ Շահություն։ Բայց հարկածները կորավ։ Ահա։ Շատ լավ։ Միացնենք Սահիկը։ Համեցեք Տիկին Չիբուխյան, լսում ենք։ Ահա, անցնենք առաջ։ Հիմա համեցեք։ Տեսեք, ճամփորդությունն առանց նպատակակետի, դուք շատ լավ նշեցիք արդեն, նմանվում հույզերը լինում են անորոշ, անհանգիստ, վախ, տագնապ, հա, վտանգի զգացողություն, իսկ հստակ նպատակով ճամփորդությունը լինում է ավելի հանգիստ, ապահով եւ անվտանգ։ Հիմա էլի միջև առաջ անցնելը ես ուզում եմ մի այսպիսի բան մտածենք, հա։ Տեսեք, ուսուցումն նման է ճամփորդությանը։ Հստակ վերջնարդյունքները ապահովում են ուսումնառության նպատակ եւ արդյունավետություն։ Եկեք քննարկենք, թե ինչու է կարևոր թեմայի ուսուցումը սկսել վերջնարդյունքներից 3 շերտով։ Սովորողի տեսանկյունից մտածենք,
ուսուցչի տեսանկյունից եւ կրթության որակի տեսանկյունից։ Միջ առաջացնել են եկեք նորից օրինակ սովորողի համար դա ինչ կտա, եթե ինքը իմանա վերջնարդյունքը։ Եթե սովորող իմանա, որ տվյալ թեմայի վերջում ինքը պիտի կարողանա ենթադրենք, չգիտեմ, կարծիք կազմել հերոսների վարքագծի մասին։ Ինչ դա իրեն կտա։ Ինչ կտա սովորողին։ Ավելի ուշադիր լսի նյութը։ Մոտիվացիա ունենա էլ, ինքը ավելի ապահով եւ վստահ կզգա իրեն։ Այո։ Կարողանա ինքնակառավարվել։ Եթե սովորողը Գիտեր ինչ ավելացրեց իր իմացածին, գիտեցածին։ Ահա, Ինչ գիտեր եւ ինչ ավելացրեց։ ահա, ավելի վստահ կլինի, շատ լավ, ավելի ապահով։ Անցնենք առաջ։ Ավելի շատ կենտրոնանա տվյալ նյութի վրա եւ ուշադիր կլինի։ Որովհետեւ գիտի, իրեն ինչ է։ Ինչ է սպասվում իրեն, այո։ Ինքնուրույն կարծիք էլ կունենա արդեն։ Կարող է ինքնահաստատվել հենց դրանով, ինքնուրույն կարծիք ունենալ, արտահայտել իր մտքերը, անկաշկանդ։ Շնորհակալ եմ ձեր ակտիվ մասնակցության համար։ Լավ։ Տեսեք, սովորողի տեսանկյունից ապահովություն եւ վստահություն կզգա սովորողը, որովհետեւ ինքը գիտի, թե ինչի է հասնելու եւ չի ընկնի անորոշության մեջ։ Ունենա հստակ մոտիվացիա, դրդապատճառ, որովհետեւ հստակ նպատակ ունենալը կբարձրացնի նրա ներգրավվածությունը, դա հնչեց ձեր խոսքում։ Այսինքն ես գիտեմ, թե ինչի համար եմ սովորում։ Դա բարձրացնում է սովորողների մոտիվացիան։ Եվ կունենա ինքնակառավարման հմտություններ, այսինքն կհետևի իր առաջընթացին, կարող է համեմատել, որտեղ է կանգնած հիմա, ինչ մակարդակի վրա է, հիմա դեպի ուր պիտի գնա, ոնց անի, որ սովորի, ոնց անի, որ կարողանա թեմայի ավարտին ունենա այդ կարողությունը։ Հիմա եկեք դիտարկենք ուսուցչի տեսանկյունից։ Ինչ կտա դա ուսուցչին։ Ուսուցչի տեսանկյունից ուսուցիչը արդյունավետ կպլանավորի իր աշխատանքը։ Ճիշտ պլանավորել։ Ահա, որովհետև ուսուցիչն ավելի հեշտ կկառուցի դասի քայլերը։ Հստակ գիտի ինչին պիտի հասնի իր աշակերտը եւ ավելի արդյունավետ կպլանավորի իր աշխատանքը։ Կստացվի ուսուցչի համար կստացվի թիրախային աշխատանք։ Անիմաստ կրկնություններից կխուսափի, կկենտրոնանա հենց այն հմտությունների վրա, որոնք պետք է ձևավորվեն։ Մի այսպիսի խոսք կար, ասում է չի փետրավորի ուսուցիչը, Տիկին Թորոսյանի խոսքն եմ հիշում, չի փետրավորի ուսուցիչը իր դասը տարբեր գույնզգույն սիրուն փետրներով։ Ինքը հստակ գիտի, թե ինչին պիտի հասնի իր աշակերտը եւ կընտրի այդ ամբողջ այս մեթոդական շարքից այն կոնկրետ այն մեթոդներն ու հնարները, որոնք կնպաստեն տվյալ հմտությունների զարգացմանը։ Եվ անպայման ուսուցիչը կկարողանա հետադարձ կապ ապահովել։ Ուսուցիչը կմշտադիտարկի սովորողները հասնում են վերջնարդյունքներին, թե ոչ, անընդհատ հետ նայելով աշակերտին, անդադ ձևավորող գնահատում անցկացնելով, որտեղ հասանք, արդեն թեմայի ավարտն ենք հասնում, արդյոք իմ բոլոր աշակերտները կարող են արդեն թեմայի ավարտին հասնել հստակ այդ վերջնարդյունքներին։ Կարող ենք այսպես մեկ նախադասությամբ ասել, որ վերջնարդյունքները ուսուցչի համար նման են քարտեզի։ Առանց դրա կարող ես երկար շրջել, բայց այդպես էլ չհասնել նպատակակետին, եթե չունես ձեռքիդ քարտեզ։ Եվ եկեք նայենք կրթության որակի տեսանկյունից, հա։ Կրթության որակի տեսանկյունից ապահովում է թափանցիկություն եւ արդարություն։ Եթե ուսուցիչն էլ, աշակերտն էլ հստակ գիտեն վերջնարդյունքը, այդ հստակությունը կապահովի թափանցիկություն եւ արդարություն, այսինքն բոլոր սովորողները կունենան նույն հստակ սպասելիքները, բոլոր ուսուցիչները բոլոր աշակերտներից կունենան նույն հստակ սպասելիքները։ Գնահատման արդիականացում, այսինքն վերջնարդյունքները կդառնան այն չափանիշները, որոնցով կարելի է արդար գնահատել։ Տեսեք, մենք երբեմն վերջում գնահատում ենք երեխաներին, բայց ճիշտ չենք ընտրում չափանիշները, իսկ երբ վերջնարդյունքները հստակ ձևակերպենք, հստակ ունենանք այդ քարտեզը մեր ձեռքի տակ, ըստ դրա էլ կընտրենք այն հարցերը, այն առաջադրանքները, այն հարցադրումները, որոնք կնպաստեն, որ մենք կարողանանք արդար գնահատել։ Գնահատման սկզբունքներն էլ այստեղ կպահպանենք։
Եվ ինչպես նաև կյանքի հմտությունների զարգացում, չնայած սա վերջը չէ, կամ կարելի է էլի մի քանի կետեր շարադրել, բայց սա էլ է շատ կարևոր, որովհետև սովորողը տեսնում է ոչ թե միայն ինչ գիտի, այլ նաև ինքը ինչ կարող է անել։ Այս դեպքում մենք կարող ենք ասել, որ վերջնարդյունքները սովորողի ճանապարհային քարտեզն են, դրանք ապահովում են վստահություն, նպատակի զգացում եւ ի վերջո որակյալ կրթություն։ Կարծում եմ մենք բոլորս էլ կամ մեզնից մեծամասնությունը կարող են հիշել դասեր, երբ սովորողները չեն իմացել, թե իրականում ինչ են սովորում, կամ որ ամենահետաքրքիրն է, ինչ կփոխվի իր մեջ թեմայի ուսումնասիրման ավարտին։ Գիտեք, ես ցանկացած դաս, ցանկացած տեքստ, ցանկացած թեմա ուսումնասիրելիս, երբ սկսում եմ ուսումնասիրման այդ գործընթացը, ես իմ դասերը երբ պլանավորում եմ, առաջին հերթին ինձ այդպիսի հարց եմ տալիս, ասում եմ իմ երեխան, իմ աշակերտը, իմ բոլոր աշակերտները ինչով պիտի փոխվեն, երբ ուսումնասիրեն այս տեքստը, ինչով պիտի տարբերվեն այն երեխաներից, այն աշակերտներից, չգիտեմ, այ ուրիշ դպրոցի, ուրիշ երկրի կամ իրենցից փոքր երեխաներից, որ դեռևս այդ տեքստը չեն ուսումնասիրել, դեռևս այդ թեման չեն ուսումնասիրել, ուսումնասիրման վերջում ինչպես պիտի փոխվի ինքը, ինչ բնավորության գիծ պիտի ձևավորվի, ինչ վերաբերմունք, ինչ արժեքային համակարգ պիտի ունենա, ինչ գիտելիք պիտի ստանա, երբ ես կարողանում եմ այդ հարցին պատասխանել, հավատացեք, որ պլանավորումը արդեն բավականին հեշտ է լինում։ Եվ ես հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել արդեն գործնական մեթոդներ, թե ինչպես կարող ենք վերջնարդյունքների շուրջ աշխատանքներ կազմակերպել, որպեսզի սովորողը ոչ միայն լսի, օրինակ ուսուցիչը կարդա, ինքը ուղղակի լսի, կամ մեխանիկորեն կարդա վերջնարդյունքները, այլև խաղի ու գործունեության միջոցով գիտակցի, ինչ է սովորում, ինչ է սպասվում իրեն, այսինքն վերջնարդյունքների ներկայացումը կարող է լինել դասի, ինչպես արդեն պարոն Մկրտչյանը նշեց, կամ մի ամբողջ դասաժամ, կամ դասի լուրջ խաղարկային փուլ, որտեղ սովորողները կդառնան ակտիվ մասնակիցներ, ոչ թե պասիվ դերում ուղղակի լսեն կամ մտքում կարդան կամ մեխանիկորեն կարդան։ Թեմայի վերջնարդյունքները գրավիչ, ինտերակտիվ եւ արդյունավետ մեթոդներով ներկայացումը անպայման կխթանի սովորողների մոտիվացիան, կնպաստի նրանց ակտիվ մասնակցությանը եւ կապահովի ուսումնական գործընթացի ավելի արդյունավետ կազմակերպումը։ Եվ այսպես եկեք սկսենք մի քանի մեթոդներ ես ձեզ կներկայացնեմ, անկեղծ ասած սայթի վրա շատ մանրամասն եմ գրել, որ ավելի այսպես ձեզ տեսանելի լինի, բայց խոստանում եմ անպայման փաթեթը, ինչպես խոստացա, Անին անպայման ձեզ կուղարկի փաթեթը։ Վերջնարդյունքների քարտեզ։ Ցուցադրում ենք մի մեծ պաստառ, ուսումնական ճանապարհ վերնագրով, սկզբնակետով եւ վերջնակետով։ Սկզբնակետի վրա գրում ենք թեմայի անվանումը, վերջնակետի վրա գրում ենք վերջնական հաջողություն, մեր ձեռքբերումները, մեր հաղթանակները, չգիտեմ ոնց ուզում եք դա անվանեք, այսինքն մենք հասել ենք արդեն վերջնակետին եւ ունենք այսքան ձեռքբերումներ։ Ճանապարհի վրա գծում ենք մի քանի կանգառներ պարտադիր։ Յուրաքանչյուրը համապատասխանեցնելով կկարողանամ բաժնել կետերից մեկին։ Օրինակ, կկարողանամ արտահայտել մտքեր հերոսների մասին, կկարողանամ օգնել ուրիշներին եւ այլն։ Յուրաքանչյուր պետի մոտ կարող ենք նաեւ փոքրիկ նկարներ կպցնել, սիրուն պաստառ թող լինի ինքը, գրավիչ պաստառ եւ շատ տպավորիչ, որպեսզի երեխաներին տեսանելի լինի, հա, իրենց ճանապարհը, դեպի ուր են գնում, այսօր մուտքներ ու իրենք պիտի գնան այս ճանապարհով։ Դասի սկզբում ներկայացնում ենք քարտեզը ասելով. մենք այսօր սկսում ենք մեր ճանապարհորդությունը եւ ճանապարհին անցնելու ենք այս կանգառներում։ Ամեն կանգառնում մենք նոր բան կսովորենք։ Ինչ եք կարծում, մինչև առաջ անցնելը եկեք քննարկենք։ Սա ինչ կտա սովորողին։ Արժե այսպիսի մի բան անել, թե ոչ, եւ ինչ կտա սովորողին։ Եվ տեսեք, եթե մենք սա շատ այդպես լուրջ վերաբերվենք, իրոք ինքը նույնիսկ կարող է մի ամբողջ դասաժամ սա տանել, ինչպես ասաց Սուսաննան, տիկին Սուսաննան, հայտորոշի չտանք ու հետո արդեն դասի մուտքը սկսենք այսպես։ Արդյունքում
Ինչ կունենանք։ Տիկին Արաքելյան ունի պատասխան, սիրով լսում ենք։ Շնորհակալություն։ Ես մտածում եմ, եթե հենց սկզբից երեխան արդեն գիտի ճանապարհային քարտեզը, վերջնարդյունքն էլ որն է, ինքն իրեն ավելի վստահ է զգում եւ նաեւ ուսուցչի հետ միասին գիտեն արդեն այն քայլերը, որ պետք է այդ քայլերը կատարեն, որպեսզի հասնեն վերջնարդյունքին։ Այսինքն արդյունքում ունենում ենք վստահ երեխա, ով վստահ է ու գիտի ինչին է հասնելու, ուր է գնալու, ինչ ճանապարհով եւ ինչ պետք է անի դրա համար։ Շնորհակալություն Անան ջան։ Եվ ես կարդում եմ հետաքրքրություն, հիմնականում գրում են մեր մասնակիցները։ Այո, բայց վստահությունը կա, որովհետեւ արդեն գիտի ինքը ուր է գնում եւ իրենից ինչ է սպասվում, ինքը վերջնարդյունքում ինչ պետք է իմանա, ինչ պետք է կարողանա։ Այսինքն այս դեպքում քանի որ դու գիտես ինչին ես գնում, ինչին պետք է հասնես, ավելի վստահ ես լինում, ավելի հանգիստ ես լինում, ավելի ոնց ասեմ, ավելի պատիր ես լինում, այո, որովհետեւ գիտես երեխաների մոտ նոր բացահայտումներ անելու հետաքրքրություն կառաջանա, բացահայտումներ, նրանք կմտածեն, որ ամեն կանգառում նոր բացահայտում են ունենալու եւ դա մոտիվացիա է երեխաների համար։ Լավ, անցնենք առաջ, Անի ջան, շնորհակալ եմ բոլորիդ ձեր պատասխանների համար։ Արդյունքում ուրեմն մենք բոլոր թվարկածների, իհարկե բոլոր թվարկածների հետ համաձայն եմ, բայց ամենակարևորը նաև նա է, որ արդյունքում սա կօգնի տեսողական պատկերացում կազմել ուսման նպատակի մասին։ Գիտենք, որ երեխաների տեսողական մտածողությունը բավականին ավելի ուժեղ է, եւ երբ մենք այս քարտեզը թեմայի սկզբում դնենք գրատախտակի մի անկյունում եւ ապա վերջում անդրադառնանք ինչու՞ չէ նաեւ ընթացքում էլ պիտի անդրադառնանք տարբեր կանգառներին, ինքը տեսողական պատկերացնում է ուսման նպատակի մասին եւ դասը դառնում է արկածային ճանապարհորդություն հստակ նպատակակետերով։ Հաջորդ մեթոդական հնարը, որ ես կուզեմ ձեզ ներկայացնել, դա կոչվում է խոստում։ Սա էլ է շատ հետաքրքիր։ Տեսեք, յուրաքանչյուր սովորող ստանում է թղթե ինչ-որ թիթեռ, արևի, գնդիկ, ինչ ուզում է, եւ գրում է թեմայի վրան գրում է, որ թեմայի վերջում ես կկարողանամ։ Այստեղ երեխաները ընտրության հնարավորություն ունեն։ Կարող են ընտրել 1-ը, 2-ը, 3-ը, հա, եւ գրում են թեմայի վերջում ես կկարողանամ այսինչ բան անել։ Այդ կկարողանամ բաժնից ընտրում են։ Դասավանդման ընթացքում այդ թիթեռները դասի ընթացքում կախում են դասարանի ուսումնական ծառին, կոնկրետ ինձ մոտ ուսումնական ծառ է։ Դուք կարող եք իհարկե ուրիշ պաստառ ընտրել, վերջում վերադառնում են եւ ստուգում, արդյոք խոստումն իրականացրեց, թե չէ։ Սա էլ է շատ հետաքրքիր մեթոդ, որովհետեւ այստեղ նաեւ արժե համակարգն է երեխայի ձևավորում, երեխան սովորում է, որ եթե խոստում է տվել, ինքը պիտի անպայման կատարի, չի կարող չկատարել։ Ուրեմն ինչքան պետք է ուշադիր լինի ամբողջ թեմայի ընթացքում, ինչքան պետք է անընդհատ իր մտքում ունենա այդ ուսման նպատակը, որ վերջում ինքը վստահաբար կանգնի, վերցնի իր թիթեռը, արևիկը, գնդիկը, չգիտեմ ինչ ուզում եք դրան ասեք, վերցնի դա ու ասի, գիտեք, ես իմ խոստումս կատարեցի, ես այժմ կարողանում եմ այսինչ բանը անել։ Արդյունքում սովորողները դասի սկզբից ձևավորում են անձնական, անհատական ուսումնական նպատակ եւ դասի ավարտին գիտակցում են արդյոք հասել են իրենց նպատակին, թե ոչ։ Սա զարգացնում է ինքնակառավարման, պատասխանատվության հմտություններ, ելի եմ շեշտում, հատկապես արժե համակարգի ձևավորման տեսանկյունից, ուրիշ խոսքով ասեմ, հա, ասենք մի ձեռքով մի քանի ձմերով կարող ենք այս մեթոդի կիրառման ընթացքում բռնել, հա, եւ նա ձևավորել եւ նա հաջորդը, որ ես ուզում եմ ձեզ ներկայացնել, դա կարողությունների սանդուղքն է։ Տեսեք, սանդուղքի նման աստիճաններ ենք այսպես գծում, կարող են նաև անհատական գծել եւ յուրաքանչյուր վերջնարդյունքի համար կարող են նկարել 3 աստիճան։ Դեռ չեմ կարողանում, կփորձեմ, արդեն կարողանում եմ։
Սովորողները նշում են իրենց դիրքը թեմայի սկզբում, օրինակ այս վերջնարդյունքի դեպքում դու որտեղ ես, դու կարողանում ես դա հստակ, թե դեռ չես կարողանում, թե ոնց որ փորձում ես արդեն կամաց-կամաց։ Ամփոփման ժամանակ վերադառնում են ու համեմատում դասի սկզբում, թեմայի սկզբում իրենք որտեղ էին, ենթադրենք կանգնած էին դեռ չեմ կարողանում աստիճանի վրա, բայց արդեն թեմայի ավարտին իրենք հասան արդեն կարողանում եմ աստիճանի վրա կամ հասան կփորձեմ աստիճանի վրա։ Արդյունքում սովորողները հստակ տեսնում են իրենց նախնական մակարդակը, առաջընթացը եւ ձեռքբերումները, զարգանում է ինքնագնահատման, ինքնավելուծության կարողություններ, իսկ ուսուցիչը ստանում է ակնառու պատկեր, թե որ սովորողները դեռ օգնության կարիք ունեն, շատ պատկերավոր ուսուցիչը կարող է տեսնել, հայտորոշել եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տանել։ Բայց սա կիրառում ենք, Տիկին Չիբուխչյան։ Հաստատ, այո։ Դա մշտապես կիրառում ենք։ Հաջորդը գիտելիքի գանձատուփ, հա։ Դասարան ենք բերում փոքրիկ դատարկ տուփ, հա, կամ գեղեցիկ զարդարված ալխիկ, որը կանվանեն գիտելիքի գանձատուփ։ Պատրաստում ենք փոքրիկ թղթեր, որոնց վրա գրված են էլի կկարողանան բաժնի յուրաքանչյուր կետը կարող է լինել, կարող են բացահայտել հեքիաթի հիմնական գաղափարը, կարող են բնութագրել հերոսին, կարող են բացատրել թե իր ընտրության պատճառը եւ այլն։ Միասին կարդացեք կետերը եւ մեկ առ մեկ դրեք գանձատուփի մեջ, ասելով. մեր նպատակն է լցնել այս գանձատուփը մեր ձեռքբերումներով։ Թեմայի ամփոփիչ դասին հանում ենք այդ թղթերը եւ միասին քննարկում, արդյոք կարողացանք ձեռք բերել այդ գիտելիքները եւ հմտությունները, նույնիսկ այդպես խառը կարելի է բաժանել երեխաներին, յուրաքանչյուր երեխա վերցնի այդ թերթիկներից որևէ մեկը եւ կարողանա մեկնաբանել, ինքը կարողացավ օրինակ բերել, բայց ինքը դեռևս չի կարողանում, էլի շատ տեսանելի եւ շոշափելի է դառնում այս դեպքում վերջնարդյունքները եւ ուսուցիչներ կարողանում է սրանով նույնիսկ ձևավորող գնահատում իրականացնել։ Հաջորդը կկարողանան բինգո։ Ինչպես են կիրառում։ Կազմում ենք բինգոյի վանդակներ, որտեղ գրված են վերջնարդյունքները։ Սովորողները նշում են, երբ դասի ընթացքում ինչ-որ բան մոտեցնում է իրենց այդ վերջնարդյունքին, ասում են, վայ, ես արդեն կարող եմ սա անել, ու ինքը այդ վանդակը ներկում է կամ չգիտեմ, ինչ-որ մի նշան է անում, թեմայի վերջում տեսնում են, թե որ վանդակներն են լրացվել, որը բաց մնացել։ Սովորողները այս դեպքում դառնում են ակտիվ հետևողներ իրենց առաջընթացին, տեսնելով, թե ինչպես է դասի ընթացքում յուրաքանչյուր քայլ կամաց մոտեցնում ամբողջական վերջնարդյունքներին։ Սա էլ է նպաստում ինքնագնահատման, ուսումնառության գործընթացի գիտակցված կազմակերպման ձևավորմանը։ Հաջորդը, մյուս մեթոդական հնարը, վերջնարդյունքների պատմություն։ Ուրեմն վերջնարդյունքները ներկայացնում ենք որպես օրինակ մեր դեպքում, հա, մեր հերոսների պրպտիկի եւ մտմտիկի ճանապարհ։ Օրինակ, գիտեք, սկզբում մեր հերոսները դեռ չեն կարողանում արտահայտել իրենց կարծիքը, բայց ճանապարհի վերջում նրանք արտահայտում են իրենց կարծիքը, օգնում են ընկերներին, ստանձնում են պատասխանատվություն։ Սովորողները ճանապարհի ընթացքում հետևում են, որ փուլում են հերոսները, մեր դեպքում իրենք, որովհետև իրենք պիտի իմանան այդ վերջնարդյունքները, որ կարողանան հետևել հերոսների ամբողջ այդ ճանապարհային հետագծին։ Արդյունքում այստեղ հետաքրքիր է, որ վերջնարդյունքը վստահ եմ, որ ինձնից ավելի լավ խաղարկային սյուժե կստեղծեք, եւ արդյունքում վերջնարդյունքները ներկայացում են խաղային ու սյուժետային ձևով, ինչի շնորհիվ սովորողները ավելի հեշտ են հիշում նպատակները եւ ավելի լավ են գիտակցում իրենց առաջընթացը։ Հաջորդը ես կարողացա պաստառի կիրառումը, ցուցադրում ենք մի պաստառ, որի վրա վերևում գրված է «Մինչ թեման ես գիտեի», հետո գրում ենք թեմայից հետո ինչ կարողացա, ասենք մինչ թեման ես սա չգիտեի, իսկ թեմայից հետո կարողացա, սա շատ պարզ ավելի մեթոդական հնար է, որ ինչպես արդեն ասեցիք, այո, վստահ եմ, որ դուք շատերդ սա եւս կիրառում եք որպես մեթոդական հնար որևէ դասի, բայց այս դեպքում կարող ենք կիրառել հենց
վերջնարդյունքների դեպքում։ Եվ արդյունքում սա ինչ է տալիս, սա նպաստում է ինքնավերլուծությանը, արժևորմանը, հնարավորություն է տալիս սովորողին տեսնել իր զարգացումը, իր աճը ու իր ձեռքբերումները։ Հաջորդ մեթոդական հնարը վերջնարդյունքների սեղան, անկեղծ ասած ես սա շատ եմ սիրում, բայց ինքը բավականին բարդ է ու պիտի երեխաներին հասունացնել այս մեթոդի կիրառման համար, ինչպես են կիրառում։ Տեսեք, բաժանում ենք խմբերի, յուրաքանչյուր սեղանի վրա դնում ենք մեկ վերջնարդյունք։ Սովորողները հերթով աշխատում են բոլոր սեղանների մոտ, հա, կարուսելի նման, կարուսել մեթոդի նման։ Տվյալ խումբը մոտենում է եւ տակը գրում է, թե տվյալ վերջնարդյունքին հասնելու համար ինքը ինչ պիտի անի, որ կարողանա այդ վերջնարդյունքին հասնի։ Հետո խմբով տեղափոխվում են կամ կարող ենք այդ պաստառը ուղղակի տեղափոխել կարուսել մեթոդի նման կամ ինքը խումբը կարող է շրջել։ Խումբը տեղափոխվում է մյուս պաստառի մոտ, մի քանի պաստառներ են այսպես դրված սեղաններին։ Հիմա մտածում են այն մյուս վերջնարդյունքին հասնելու համար ինքը ինչ պետք է անի, ինչ քայլեր պիտի անեն, որ հասնեն այդ վերջնարդյունքին։ Օրինակ, ես մի օրինակ այստեղ գրել եմ, որ վերջնարդյունքը հետևյալն է. կկարողանամ համեմատել հերոսների վարքագիծը։ Հիմա խմբի առաջարկը կարող է լինել, որպեսզի կարողանամ համեմատել հերոսների վարքագիծը, ես ինչ պիտի անեմ։ Նախ կարդամ, չէ, հերոսների խոսքերը եւ գործողությունները, հետո մյուս խումբներ կարող է մոտենալ գրել նրանց բնութագրերը եւ համեմատել։ Յուրաքանչյուր խումբ կարող է մեկ քայլ ընդամենը գրել։ Վերջում արդեն այդ բոլոր պաստառները հերթով բերում են, ներկայացնում են եւ ամենակարևորը այստեղ նա է, որ երեխաները նշեն, թե օրինակ որ քայլն են իրենք իրապես ավելի ճիշտ համարում, որ քայլերն են, որ խմբի գրած քայլներ, կարող ենք տարբեր գույնի թանաքամատներով գրենք, որպեսզի տարբերվի, թե որ խումբը որն է գրել։ Իմ կարծիքով մի քիչ բարդ է, բայց 4-րդ դասարանում համենայնդեպս հասանելի է։ Սա նախ զարգացնում է համագործակցության հմտությունները, վերլուծական մտածողությունը եւ սովորողներին օգնում է տեսնել, որ նպատակին հասնելու տարբեր ուղիներ կարող են լինել, ինչը խթանում է ստեղծագործական մոտեցումները։ Սա շատ լավ մեթոդ է, ես շատ սիրում եմ, անկեղծ ասած մեր բարձր դասարանների ուսուցիչները հաստատապես կիրառում են, բայց ես վստահ եմ, որ մի քիչ աշխատելու դեպքում մենք կարող ենք կիրառել նաև 4-րդ դասարանում։ Եվ արդեն հասանք մեր հանդիպման վերջին կետին, այսինքն թե ինչպես կարող ենք անդրադառնալ վերջնարդյունքներին արդեն թեմայի ավարտման ժամանակ, որովհետև եթե այսպես անդրադառնանք մեր ավտոբուսին, եթե ճանապարհորդության վերջում վարորդը չասի մենք հասանք նպատակակետին, ինչ եք կարծում, կարող են ուղևորները վստահ լինել, որ ուղին ավարտվեց։ Կանգնել է ու չի ասում, նա վերջն է, թե դեռ էլի կա, ոչ, անորոշություն կլինի։ Ահա, անցնենք առաջ։ Ահա, եւ նույնն դասարանում է, եթե վերջում չենք անդրադառնում վերջնարդյունքներին, սովորողը չի գիտակցում իր առաջընթացը, այդպես թողում ենք ուղղակի քարտեզի վրա կամ չգիտեմ խոսքման գանձատուփում, խոսքման ցերտիկում, ծառի վրա, այդպես էլ երեխաները վստահ չեն կարող ասել, չեն գիտակցի իրենց առաջընթացը։ Իսկ վերջնարդյունքների վերաիմաստավորումը սովորողին տալիս է ինքնավերլուծություն, այսինքն ինքը ինչ սովորեց, ինչպես փոխվեց կամ ինչով փոխվեց, հպարտության զգացում է տալիս, տեսեք, ես հասա իմ նպատակին։ Վերջնարդյունքներին վերադառնալը դասի ավարտին նման է ճանապարհորդության վերջին կանգառին։ Այդ պահին սովորողը գիտակցում է իր անցած ուղին, գնահատում է իրեն, հպարտանում է իր ձեռքբերումներով, իսկ ինքնավերլուծության մշակույթը դառնում է նրա կյանքի ուղեկիցը, որովհետև ինքնավերլուծող մարդը ինձ թվում է որակյալ կրթության հիմքը կազմում է ինքնավերլուծությունը, իսկ ինքնավերլուծություն կատարելը իրոք տարրական դասարաններից մենք պետք է դա կարողանանք զարգացնել, որպեսզի ապահովենք հետագա ցկյանս, ես այդ բառը շատ եմ սիրում, ցկյանս
նրա որակյալ կրթության հիմքը։ Եվ էլի անդրադառնանք մեր վերջնարդյունքներին, գունային թիրախներ այս վերջնարդյունքը, տեսեք այս մեթոդական հնարը, սրա մի քանի կետ ես կիրառեցի վերևում, բայց քարտեզի գծի տեսքով այս դեպքում այսպես է, գրատախտակին կամ պաստառի վրա նկարում ենք թիրախ շրջանաձև սխեմաներով, թիրախի յուրաքանչյուր օղակում գրում ենք թեմայի վերջնարդյունքները։ Սովորողներին տալիս ենք գունավոր կպչուններ, կետիկներ, հա, ասենց։ Թող ընտրեն այն նպատակը, որն իրենց համար ամենահետաքրքիրն է, ինչպես դուք ընտրեցիք, կամ իրենց կարծիքով ամենադժվար հասանելին, կամ ամենակարևորը։ Ուրեմն վերջնարդյունքները կարդում ենք, իրենք տանում են, ենթադրենք կարմիրով նշեք այն վերջնարդյունքը, որը ձեզ համար շատ թվում է թե անհասանելի, շատ դժվար է կարծում, նշեք այն վերջնարդյունքը կապույտով, որը ամենահետաքրքիրն է, դեղինով նշեք այն վերջնարդյունքը, որը համարում եք ամենակարևորը։ Երբ երեխան այստեղ շատ սենց գունեղ երևում է այդ սխեման, ես դա կիրառել եմ ու շատ սիրուն էր ստացվել ու շատ արդյունավետ եղավ, տեսեք, երբ տեսնում եմ որն էի ասել դժվարը, ասենք դեղինը, հա, երբ տեսնում եմ, որ դեղին կպչունները շատ են, ուրեմն ես արդեն ինձ մոտ հայտորոշման նման մի բան է, հա, լինում, եթե ես տեսնում եմ, չէ, իմ դասարանը ոնց որ շատը նշել է, որ դժվար է այս վերջնարդյունքը, ուրեմն ես պիտի հասկանամ, որտեղ է պետք ավելի շատ աջակցություն, ամբողջ թեմայի ընթացքում, հավելյալ աշխատանք, չգիտեմ, հավելյալ մեթոդական հնարներ, որպեսզի այդ երեխաներին, որոնց թվում է թե դժվար է, որոնք շատ են, մեծ թիվ են կազմում, տոկոս են կազմում, կարողանամ գիտակցել, կարողանա ունենալ այդ ձեռքբերումը եւ արդեն թեմայի ավարտին գիտակցի, որ այդքան է դժվար չէ, ինքը ունեցավ այդ ձեռքբերումը։ Նայում եմ մյուս գույնին, ենթադրենք հետաքրքիրը նշել են կարմիրով, եթե սովորողը ընտրում է այն, ինչը նրան ամենաշատն է գրավում, ոգևորում է, կապ ունի իր հետաքրքրությունների հետ, սա տեսնում եմ, որ արդեն ահա ոնց որ շատ է կարմիրը, բավականին մոտիվացիա ունեն ուրեմն այս թեման ուսումնասիրելու համար։ Ուրեմն իմ երեխաները ավելի հաճույքով կսովորեն, ավելի լավ կապահովեն մեր գրավվածությունը, այսինքն այս կպչունները գունավոր ուսուցչին շատ բան կարող է տալ, շատ, հենց թվում է խաղում են երեխաները, թվում է այսպես սիրուն մոտենում են գունավոր, բայց նախ գիտակցում են այդ կարողությունները եւ նաեւ ուսուցիչը իր համար հստակ կարող է հայտորոշել։ Կարևոր բառնել է շատ լավը, սա էլ է շատ կարևոր, որովհետեւ եթե ասենք կապույտով նշել են կարևորները, ու սա ձևավորում է գիտակցություն, նպատակային վերաբերմունք, հա, եթե ես տեսնում եմ, որ իմ աշակերտներից մեծ մասը նշել է, որ այս վերջնարդյունքը կարևոր է, ես արդեն հասկանում եմ, թե ինչքան ինքը այսպես գիտակցված պիտի գնա սովորելու, որովհետև նա ինքը կարևոր է, ինքը անտարբեր չանցավ այդ վերջնարդյունքների մոտով։ Եվ այստեղ արդեն սրա արդյունքում մենք սենց լուրջ 4 կետ ենք ապահովում, այսինքն բարձրանում է սովորողների մոտիվացիան, սովորողը դառնում է, ուսուցումը գործընթացը դառնում է խաղային, գրավիչ, այս գործընթացը, վերջնարդյունքների կարդալու գործընթացը, ապահովում է գիտակցված ուսուցում, սովորողները հստակ տեսնում են, թե որ հմտություններին եւ գիտելիքներին պետք է հասնեն թեմայի ավարտին, անհատական մոտեցման հնարավորություն է ստեղծում, ես այս կետը շատ եմ կարևորում եւ նորից վերևում էլ դա ասացի, որ հնարավորություն է տալիս ուսուցչին արագ հայտնաբերել այն վերջնարդյունքները, որոնք սովորողները համարում են դժվար, եւ ուսուցչին տալիս է հստակ հետադարձ կապ։ Երբ ուսուցիչը տեսնում է, որ մեծ մասը ընտրել է նույն վերջնարդյունքը, դա արդեն ազդանշան է, թե ինչպես ինքը պետք է աշխատի ամբողջ թեմայի ուսումնասիրման ընթացքում։ Եվ ամենակարևորը, այստեղ շատ հետաքրքիր, տեսեք, նույնիսկ մեկ դասաժամն է կարող է չհերիքել, շատ հետաքրքիր աշխատանք կարող ենք իրականացնել, ասենք տեսնում սովորողները հստակ տեսնում են, թե ովքերն են նույն նպատակն ընտրել որպես դժվար, նույն նպատակն ընտրել որպես կարևոր,
նույն նպատակն ընտրել որպես հետաքրքիր եւ դա դառնում է համագործակցային քննարկումների հիմք, հա? Այդ տեսեք, դու սա ընտրել ես հետաքրքիր, դու էլ ես ընտրել հետաքրքիր, քեզ ինչով է սա հետաքրքրում, իսկ քեզ ինչով է հետաքրքրում։ Կամ սա երեքդ էլ ընտրել եք, որ սա ամենակարևորն է, օրինակ դու ինչի ես կարևորում, դու ինչու ես կարևորում, դու ինչու ես կարևորում, հա, տեսնենք իրենց ոնց են մտածում, ու այստեղ շատ սիրուն համագործակցային քննարկում կարող է տեղի ունենալ երեխաների միջև։ Եվ արդեն ամփոփիչ մտքին անցնեմ, կկարողանամ բաժինը պարզապես տող չէ դասագրքում, այո, այն ճանապարհային քարտեզ է սովորողի եւ ուսուցչի համար։ Վերջնարդյունքների վրա հիմնված դասավանդումը օգնում է ոչ միայն մեզ ուսուցիչներից, այլ նաև սովորողներին։ Նրանք գիտեն իրենց նպատակը, մենք էլ գիտենք այդ նպատակին հասնելու ճանապարհը։ Սովորողը սկսում է թեմայի ուսումնառությունը գիտակցված նպատակներով, ավարտում հասկանալով իր ձեռքբերումները։ Սիրելի ուսուցիչներ, իրոք մեր առաքելությունը բոլորս լավ գիտենք, որ միայն գիտելիքը փոխանցելը չէ, մեր առաքելությունը ճանապարհային քարտեզի ներկայացումն է, վստահություն տալով սովորողին, որ ինքը կարող է հասնել իր նպատակին։ Այդ դեպքում սովորողը չի մնում միայնակ ճանապարհորդություն անորոշության մեջ, անտարբեր սովորող, նա ունի մեզ որպես ուղեկից եւ վերջնարդյունքները որպես ճանապարհային քարտեզ։ Եվ ամենակարևոր նվաճումը ոչ թե այն է, թե ինչքան տեղեկություն է սովորողը հիշում, այլ այն, որ նա վերջում կսովորի ինքն իրեն հարցնել. ինչ սովորեցի, ամենակարևորը որն է իմ հաջորդ նպատակը եւ որ ամենակարևորը ինչով փոխվեցի ես թեմայի ավարտին։ Ինչպիսին էի ես թեմայի սկզբում, ինչ գիտելիք ունեի, ինչ վերաբերմունք ունեի այս կամ այն երևույթի նկատմամբ, ինչ արժեհամակարգ ունեի, հիմա ես ոնց եմ փոխվել իմ վերաբերմունքը, իմ գիտելիքները ինչով են շատացել, իմ հմտությունները, իմ կարողությունները ինչպես են փոխվել, կարծում եմ հենց սա է իրական կրթությունը։ Եկեք միասին մեր աշակերտներին դարձնենք ոչ թե պարզապես լսող երեխաներ, այլև վստահ ճանապարհորդներ դեպի գիտելիք, հմտություն եւ ինքնաճանաչում, բարով կիրառեք այս ամեն ինչը, շնորհակալություն եւ միատ անդրադառնանք մի քիչ այսպես նաեւ մեր վերջնարդյունքներին անդրադառնանք, որ օդում չմնա։ Եկեք դժվար հասանելիին չանդրադառնանք, վստահ եմ, որ այստեղ ոչ մի բան էլ դժվար հասանելի չէ։ Կարևորին էլ ավելի քիչ տեղ տանք, որն էր ամենահետաքրքիրը այս մեթոդական հնարների շարքում եւ ինչով էր ինչով էր դա հետաքրքիր։ Եթե սկզբում գրել եք, որ դա հետաքրքիր էր, նույնիսկ կարող եք անդրադառնալ այն սկզբի գրածին, որ սկզբում ես գրել էի, որ հետաքրքիր էր սա, հիմա կարծում եմ, չէ, սա է հետաքրքիր, այդպես։ Եվ անդրադառնալ մեթոդական հնարներին։ Հիշում եք, չէ՞, մեր վերջնարդյունքները կիրառել առնվազն 3 մեթոդական հնար։ Այս բոլորից որոնք կկիրառեք դասարանում հենց վաղը։ Գանձարկղիկը ու ուսումնական ծառը շատ հետաքրքիր էր։ Լավ։ Ձեռք ունենք։ Տիկին Անտոնյան, լսենք ձեզ, հետո Տիկին Առաքելյանին, համեցեք։ Մեծ հետաքրքրությամբ լսեցի, շատ շնորհակալություն, որովհետև միշտ մտածում էի, որ ամեն անգամ մտածել եմ, թե ես կարողացայի բաժինը էլ ինչ ձևով անես, որ հենց այնպես չանցնի, որ արդյունավետ լինի, որ շեշտադրված լինի ամենակարևորը։ Հենց վաղը չէ ներողություն, մի երկուշաբթի օրը, որտեղ նոր թեման այդ ժամանակ եմ սկսելու, ես անպայման ուսումնական ճանապարհն եմ կիրառելու, որովհետև դա հստակեցրեց իմ պատկերացումը այդ վերջնարդյունքների այդ վերջին հատկապես կարողացայի բաժնի նկատմամբ։ Անպայման կիրառելու եմ նաև խոստումը, որովհետև առհասարակ մարդու խոսքը ես կարևորում եմ, ինձ համար շատ կարևոր է ով ինչպես է խոսում եւ իր խոսքին ինչպես է տեր կանգնում, դրա համար դա անպայման կիրառելու եմ։ Շատ ինձ հետաքրքրեց ճիշտն ասած վերջնարդյունքների սեղանը,
Ափսոսի մունք ճտիկներ են հələ փոքր են, բայց պիտի փորձենք մեր 4-րդ ես հիմա տեսնում եմ իմ գործընկերներն էլ են միացել։ Մենք անպայման խելք-խելքի կտանք եւ 4-րդ դասարանում ընկեր Պողոսյանի կամ Գերեսյանի դասարանում անպայման կփորձենք կիրառել, որովհետեւ դա մի տեսակ եւ աշխատանքը կմեծացնի եւ կխորացնի եւ կօգնի մեզ հասկանալու թե մենք որտեղից սկսեցինք եւ որ գնացինք, ես ուսուցչի տեսանկյունից եմ ասում, ով ինչ ձեռք բերեց մեր սաներից։ Բայց բոլորն էլ հետաքրքիր էին ու բոլորն էլ մեկ-մեկ հարկավոր է թեմաների ընթացքում այսպես չխչփել, հասկանալ եւ տեսնել թե որն է քո սրտին հազատ է։ Շնորհակալություն շատ արդյունավետ հանդիպման համար, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, Տիկին Արաքելյան, լսենք ձեր տեսակետը, համեցեք։ Շնորհակալություն, իրոք բավականին հետաքրքիր է, շատ շնորհակալություն ընձեռնած հնարավորության համար։ Ես ինձ համար ճիշտ ասած առանձնացրեցի կպչուն գունավոր թերթիկների այդ մեթոդը, նույնիսկ պահի տակ, երբ Չիբուխչյանը ներկայացնում էր ամբողջ այդ գործընթացը, թե ինչպես է դա իրականացվում, այդ պահի տակ ես սկսեցի մտածել, որ դա կարելի է նույնիսկ ամբողջ դասի ընթացքում ոնց որ 3 փուլով իրականացնել, նախ սկզբում, թե իրենք վերջնարդյունքներ, ով ինչպես է մտածում, թե իր համար այդ վերջնարդյունքը ինչպիսին կլինի, դժվար, հեշտ, հաղթահարելի։ Հետո ընթացքում արդեն ոնց որ թե ձեր ասած այդ ծառը մի հատ էլ կգունափոխվի, ընթացքում իրենք կհասկանան, այդ ամբողջ ընթացքում իր համար որը հեշտ ստացվեց, որը մի քիչ դժվար ստացվեց, որը հակառակը մտածում է դժվար, ավելի հեշտ է գնում։ Եվ վերջում արդեն ամփոփման փուլում, երբ ոնց որ թե վերջնական նորից ներկայացնում ենք, վերջնական տեսքը արդեն ծառը ինձ թվում է բոլորովին ուրիշ գույներով լցված կլինի ու արդեն վերջում կհամեմատենք այն առաջինը միջև թեման սկսելը ու արդեն երեխաներն էլ կտեսնեն, թե իրենք սկզբում ինչ էին մտածում, ինչն էր իրենց համար դժվար կամ հեշտ եւ վերջում ինչ ստացվեց եւ այդ ամբողջ ճանապարհն իրենց արդեն աչքի առաջ կլինի եւ իրենց աչքի առաջ եւ ուսուցչի աչքի առաջ, որ երեխաների մոտ ինձ զարգացման փուլ գնաց, հա, որն էր դժվար, ինչպես աշխատեցին, որ հասնեն նպատակային իրենց վերջին արդյունքին։ Շատ շնորհակալություն իհարկե, ես անպայման կկիրառեմ եւ ընդհանրապես բոլորը կկիրառեմ եւ հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ փորձից մասին կիսվել։ Շնորհակալ եմ նաեւ ստեղծագործ մոտեցման համար, հետաքրքիր է շատ։ Շատ շնորհակալություն։ Այստեղ Լիլիթ Մինասյանն է գրել մեր օգտատերը, որ բոլորն էլ պետք է փորձել, որպեսզի կարողանանք առարկայական խոսել արդյունքների մասին։ Ձեզ շնորհակալություն եմ փոխանցում Տիկին Չիբուխչյան։ Մենք ենք շատ շնորհակալ եւ ակտիվության եւ ձեր ներկայության եւ մասնակցության համար։ Եթե ունեք Տիկին Չիբուխչյանին հարցեր, սիրով պատրաստ ենք լսել։ Տիկին Չիբուխչյան, շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր, ներգրավող, կարևոր եւ շատ արդիական թեման այսքան լուսավոր ձևով ներկայացնելու համար։ Շատ շնորհակալ ենք։ Ունեք թեմատիկ հարցեր Տիկին Չիբուխչյանին, համեցեք։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ ասածից եւս մեկ բան ավելացնել։ Մենք հաճախ ուսուցիչների հետ, տարբեր դպրոցների եւ նաեւ ծանոթների հետ ունենում ենք քննարկում, թե մի դասաժամի համար էս 7 ժամը հերիք շատ չի, այս 8 ժամը շատ չի, այսպեսի խոսակցություններ անդադ, ահա, աշխատանքի ձև, որը նույնիսկ կարող է բերել նրան, որ մեզ ժամանականակը չհերիքի։ Այդ 7 ժամը, որ հատկացնում ենք, օրինակ եմ ասում, էլի 7 ժամ ենթադրենք կամ 5 ժամ, հա, հատկացրել ենք այս դասին, կարող է մեզ նույնիսկ չհերիքել։ Սա աշխատանքի ծավալ է, որ բերելու է այդ ժամի հələ դեռ ժամի կրվել ենք անելու, թե ինչու այս թեմային այսքան ժամ չենք էլ ավելացնում։ Դրա համար եւս շնորհակալություն, որովհետեւ աշխատանքի մեջ հստակեցում եղավ եւ հիմա մենք եւ կարող ենք մեր գործընկերներին խորհուրդ տալ եւ կարող ենք մենք առաջնորդվել դրանով ու լցնել այն ժամանակը ոչ թե անիմաստ այսպես, չգիտեմ, գունավոր բաներով, ճակերտավոր եմ ասում, որտեղ ես գույներ սիրում եմ, այլ լցնել բովանդակությամբ, գունավոր բովանդակությամբ։ Շատ շնորհակալ եմ, շատ արդյունավետ հանդիպում էր։ Ես Անահիտի յուրաքանչյուր բառի հետ համաձայն եմ։ Շատ շնորհակալ եմ, որտեղ ինչքան էլ աշխատում ես, ինչքան էլ տարիներ ես կուտակում ուսերիդ վրա մեկա մի լավ բան գտնում ես ու դրա հետևից գնում ես։ Համբուրում եմ, շատ շնորհակալ եմ Կարինե ջան։ Շնորհակալություն ձեզ եւս։ Սիրելիներ, եթե ուրիշ հարցեր չունեք,
այս հանդիպումը մենք կարող ենք այսօր համարել ավարտված։ Նաև շտապ եմ ասել, որ Մարնի 4 մարզ 2 ուսուցչի ձեռնարկ դասարդաս պլանավորումը մենք կունենանք արդեն վաճառքի համար մյուս շաբաթվա սկզբին, եւ դուք կարող եք, իհարկե դրա մասին եւս հրապարակում կանենք, բայց տպագրության փուլը մոտեցել է արդեն ավարտին։ Մյուս շաբաթվա ընթացքում անպայման այն կլինի արդեն հասանելի, որպեսզի ըստ ցանկության կարողանաք գնել։ Վերջ, բոլորիդ շատ շնորհակալություն, մաղթում ենք լավ տարվա մեկնարկ եւ առողջ եղեք, ոգեշնչումը տեղը պահեք, մենք էլ ամեն ինչ կանենք, որ դասապրոցեսը եւ ուսումնառությունը ձեզ համար լինի էլ ավելի հետաքրքիր, օգտակար մեր հնարավորության սահմաններում։ Կհանդիպենք շատ շուտով։ Ցտեսություն ամենայն։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Տեսություն։